Հավերժի ճամփորդ Տիգրան Մելքոնյան Տիգրան Վահանի Մելքոնյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում։ Շատ աշխուժ եւ չարաճճի էր։ Դեռ 4 տարեկանից գնացել է Պարի։ Պարը շատ էր սիրում, հիանալի պարում էր։ Սովորել է համար 174 հիմնական դպրոցում, այնուհետև Սերող Խանզադյանի անվան ավագ դպրոցում։ Մինչև 5-րդ դասարանը գերազանց է սովորել։ Ուսուցիչները եւ սիրում էին եւ բողոքում նրանից։ Մաթեմատիկա էր սիրում, հայոց լեզու, հայոց եւ հայ եկեղեցու պատմություններ։ Տղան շատ մաքրասեր էր, տուն մտնելիս պիտի ամեն բան կարգին լիներ։ Բանակի ննջարանի վերանորոգումներ էր կազմակերպել։ Ծանր տոպրակներով բակ մտնող հարևանները շատ անգամներ էին արժանանում Տիգրանի օգնությանը։ Ազնիվ էր, սուտը տանել չէր կարողանում։ Քինախնդրություն նույնպես չէր սիրում, ընկերական էր բոլորի հետ։ Որտեղ կռիվ կար, ինքը մեջտեղում էր, հաշտեցնողի դերում, իսկ ծանոթ աղջիկներին էլ նեղացնող չպիտի լիներ։ Տիգրանը ընդունվել է տնտեսագիտական համալսարանի վիճակագրության բաժինը, ցանկանում էր բանակից գալուց հետո տարբերության քննություն հանձնել եւ տեղափոխվել ֆինանսների բաժին։ 1 կիսամյակ սովորելուց հետո զորակոչվել էր բանակ։ Ծառայությունից չէր բողոքում, ինչ որ տեղը ցավեր էլ, հայրը վստահ է, չէր անհանգստացնի ոչ մեկին։ Ոչ հագուստից էր դժգոհում, ոչ սննդից, ասում էր այնքան միս են տալիս, արդեն մսից հոգնել եմ։ Որ մտավախություններին պատասխանում էր. «Մամ, քո եփածի նման է»։ Ավելի ուշ ծնողներն իմացել էին, որ շուրջ 20 օր միայն ցամաք հաց է կերել։ Ծառայում էր Մատաղիսում։ Ծառայության առաջին տարում տեղափոխվել է Մարտակերտ սերժանտական դասերի, իսկ Մատաղիս վերադարձել է արդեն ուսադիրներով։ Ծնողները դրա մասին իմացել են միայն վերադառնալուց հետո։ 165 մարտական դիրքի ավագը մարտական հերթապահության համար պարգևատրվել է։ Շքանշանները սակայն Մատաղիսի զորամասում են, Տիգրանի զորամասային հագուստին ամրացրած։ Ընկերասեր էր։ Ընկերներից մեկը ձմեռային բաճկոն չուներ։ Ինքը երկուսն ուներ եւ կիսեց ընկերոջ հետ։ Մատաղիսում գրեթե բոլորը ճանաչում էին նրան, հարգում եւ գնահատում էին զինվորներից մինչեւ հրամանատարներ։ Սեպտեմբերին գումարտակով մատաղ էին արել, գնացել եկեղեցի։ Հետո սեպտեմբերի 25-ին բարձրացել դիրքեր։ Սեպտեմբերի 26-ի գիշերն էլ մինչև կեսգիշեր խոսել այն ընկերների հետ, զանգել է իմանալու, թե մյուս դիրքերում հերթապահող իր ընկերներն ինչպես են։ Առավոտյան 165-րդ մարտական դիրքի ուղղությամբ թշնամին ակտիվ գրոհ է սկսել։ Տանկեր, հրետանի, անօդաչու թռչող սարքեր։ Ծանր դիմադրությունից հետո անհավասար մարտում դիրքի համար անձնվիրաբար պայքարելով Տիգրան Մելքոնյանը սեպտեմբերի 27-ին անմահացել է։ Ծառայակից ընկերներն ամեն ինչ արել են, որ Տիգրանի մարմինը հանեն այնտեղից։ Ընկերները, հրամանատարները հստակ մի բան էին ասում. հյուսվածության եւ հոգեբանական խնդիրների միջով անցնելուց հետո էլ Տիգրանի դուխը ոչ մեկ չուներ, նրա պես ոչ մեկ չէր կռվում։ Տիգրանը հուղարկավորվել է Եռաբլուրում։ Բաքում նրա անունով խաչքար են կանգնեցրել։